Հրապարակի հարգելի հետևորդներ, մենք այս պահին կզրուցենք Մայր Հայաստան դաշինքով Գյումրու ավագանու թեկնածու Կարեն Սիմոնյանի հետ, ով այս ընտրություններին մասնակցում է 4-րդ քվեաթերթիկով։ Պարոն Սիմոնյան, նախ ուզում ենք խոսել քարոզարշավը ինչպես անցավ, 12 օրը բավական էր ծրագրերը գյումրեցիներին ներկայացնելու, հասկանալու, ինչ են ուզում գյումրեցիները։ Ոչ, բավական չէր, մենք չհասցրեցինք ամբողջ Գյումրի բնակիչների հետ շփումները, արտահերթ ընտրությունների կանոնները այդպեսին է, բայց իմ կարծիքով, եթե մենք հասցնենք մեր յուրաքանչյուր ծրագիրը բացատրել քաղաքացիներին եւ ներկայացնել մեր գաղափարները մեր թիմին, միանշանակ մեծ օգուտ էր բերելու։ Այս պահին նաև ընտրություններն տեղամասերում մարդիկ շրջում են, արձանագրում են, որ մասնակիցների թիվը փոքրինչ քիչ է, սպասվածից ինչն է խնդիրը ձեզ։ Ես չգիտեմ ով ինչ է սպասել, որ դրանից քիչ է։ Իմ կարծիքով վերջում պարզ կդառնա քաղաքացին ինչպես արձագանքեց այս արտահերթ ընտրություններին եւ իր ձայնը տալով, իր քվեն տալով եւ մասնակցությամբ։ Իսկ այս պահին ինչ-որ խախտումներ արձանագրել են ձեր դիտորդները, ստաված անձիկ։ Ասում են, որ պատոկ կուտակումներ է տեղի ունենում, մասնավորապես 3105 ընտրատեղամասում է կուտակումներ նկատվել, ավտոբուսների շարժեր կան տեղամասերի դիմաց, որ մարդկանց բերում են, տանում են, ընդհանուր այս վիճակը կա։ Եվ տեսեք, մենք այսօրվանից արձանագրում ենք առավոտյան, որ ոստիկանության մեծաթիվ ուժեր են բերվել Երևանից, ըստ ձեզ այս կերպ իշխանություններին ինչ խնդիր են ուզում լուծել։ Եթե տեսնում ենք ամեն ինչ խաղաղ, մարդիկ գնում են իրենց ընտրություններին։ Եթե գալիս է այստեղ ոստիկանը, որպեսզի կարգ պահպանի եւ կարողանա ավելի հանգիստ հանդարտ ընտրություն անցկացվել, նորմալ է, բայց եթե բերում են, որ ճնշումներ գործադրեն ընդդիմադիրների վրա, ընդդիմադիրների համակիրների վրա, դա դատապարտելի է։ Եվ շատ են խոսվում այն փաստի մասին, որ հանգամանքների մասին, որ եթե իշխանությունը այս ընտրություններում չհաջողվի, կարող է ինչ-որ սցենարներ ձեռնարկել, ամեն ինչ անել հաղթող ուժին կամ միավորվող ուժերին պառակտել, ինչպիսի կանխատեսումներ եք տեսնում, որ իշխանությունը կարող է գնալ հեռուն, Չեմ սիրում կանխատեսումներ, բայց որ իշխանությունը պատրաստ է գնալ հեռուն, ու այդ հեռուն շատ վատն է, դա սպասել է իրենցից։ Այս դեպքում ինչ պետք է անեն ընդդիմադիրական ուժերը, որ միավորվեն, համերաշխ լինեն եւ ամեն ինչ անեն, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը Գյումրի քաղաքի ընտրություններում ջախջախի սպառնություն կրի։